Հայր Զաքարյա, այսօր կատարվողը կարող եք մեկի նախադասությամբ նկարագրել։ Այսօր կատարվածը մեր հայոց պատմության մեջ ամենաողբերգական եւ ամոթի օրն էր։ Ես 25 տարի բնակվում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, նման բան անգամ երևակայության մեջ հնարավոր չէր պատկերացնել, երբ ուժային կառույցները պարզապես Այդեցին մնացել է վերջին խրամատը մեր պետականության։ Եթե այս խրամատն էլ հանձնենք շնամիներին, ապա լինելու է հայոց երկիրը, այս հողը, բայց այստեղ լինելու են ոչ հայեր, եւ մենք լսելու ենք թուրքական ազանի ձայնը։ Եթե այդ է նպատակը եւ մեր ժողովուրդը համակարծիք է եւ չի ուզում պարզապես իր արդար ձայնը բարձրացնել, ապա շատ տխուր իրավիճակ է։ Պետք է անի հավատավոր ժողովուրդը Տեր Զաքարյա։ Առաջին հերթին պիտի կանգնի եկեղեցու կողքին եւ եկեղեցականների իր արդար վրդովմունքը արտահայտելով այն ամենի հանդեպ, ինչ որ հիմա կատարվում է։ Սա իսկապես մեր, չգիտեմ, սա մեր ազգային խայտառակությունն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նման կերպ վերաբերվել են մեր թշնամիները։ Եվ ցավալիորեն մարդիկ կան հատկապես սոցցանցերում, որ մեծ հրճվանք են ապրում։ Դուք ասում եք նրանք իրական մարդիկ են, մենք շատ-շատերն ենք ստուգում։ Այդ մեր վրա հարձակում գործածներին նրանք բացում են նոր բացած էջեր են եւ մեզ այսօր չի հուսահատեցնում այդքան էլ եւ ոստիկանների վարքագիծը ի վերջո նրանք եկեք անկեղծ ենք, նրանք նահանջեցին։ Գուցե նահանջի հրաման ունեցան, բայց ամեն դեպքում մենք տեսել ենք շատ ավելի դաժան բիրտուշ, որը փառք Աստծո չկիրառվեց հոգևորականության նկատմամբ, որտեղ երբեմն այդ խայտառակ տեսարանները եղել են քաղաքացու եւ գործիչների նկատմամբ։ Պարզից էլ պարզ է, որ եկեղեցը հալած այս քաղաքականության ինչ որ մի պահի դրսևորումն է, որը նախերգանքն է։ Պարզապես ուզում էին հասկանալ, թե ինչպես պիտի վերաբերվեն հոգևորականները եւ ժողովուրդը, բայց փառք Տիրոջ, կարծում եմ նաեւ մեր ժողովուրդը համոզվեց, որ մենք ունենք ամուր, նախանձախնդիր, արժեքներին հավատարիմ եւ ինքնության պահապան հոգևորականներ, որոնք կանգնեցին եւ թույլ չտվեցին, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից որևէ հոգևորականի ձերբակալեն կամ տանեն։ Իսկ ինչ վերաբերում է կերտ պրոֆիլներին, այո, դրանք շատ են, բայց նաեւ դժբախտաբար կան իրական մարդիկ, որոնց մտածողությունը անհասկանալի է։ Այսօր ես իմ անձնական էջերից 53 թուրքական պրոֆիլ եմ բլոկավորել։ Սա նշանակում է, որ մեր թշնամիները հիբրիդային պատերազմը ուշադիր հետևում են այն ամենին, ինչ որ կատարվում է։ Սա նաև միջազգային տեսանկյունից մեծ սկանդալ է, որովհետև եկեղեցին ի վերջո ոչ միայն նրա իշխանությունը տարածում է Հայաստանի վրա, այլ նաև Սփյուռքում։ Սա մեր որտեղ եք տեսել, որ իշխանությունը հարձակվի իր հոգևոր իշխանության վրա։ Որտեղ եք տեսել այս խայտառակությունը, որևէ երկրում։ Կարծում եմ ոչ միտեղ չկա։ Սա նաև եկեղեցական պատմության մեջ ամենաողբերգական էջերից մեկը պիտի լինի։ Եվ հետագայում նաև մատենագիրները պիտի արձանագրեն այս խայտառակությունը։ Չգիտեմ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ եկեղեցական, ես այսօր ամոթ եմ զգում այս ուժային կառույցների համար, տեսեք, ուշադիր նայեք դեմքերը կախ ընկած, անհասկանալի հայացքով, այո, բայց տխուր է այս ամենը։ Սկզբում փորձեցին գործել, բայց հետո երևի խիղճը հաղթեց կամ բարոյականությունը։ Այսօր ինձ մի ոստիկան մոտեցավ, դեմքը ծածկած եւ ասաց, որ ինքը ինչ ճանաչում էր փաստորեն, ասաց, որ ներողություն եմ խնդրում, ես ամաչում եմ, բայց մենք այլ ելք չունենք։ Սա եկեղեցու հեղինակության վրա Տեր Զաքարյա որևէ կերպ անդրադառնալու է թեկուզ միջազգային հարթակներում։ Կարծում եմ եկեղեցու հեղինակությունը այնքան բարձր է, որ հակառակը
սա հակառակ ազդեցություն է ունենալու եւ մարդիկ համախմբելու են եկեղեցու շուրջ, բայց մենք ազգովի խայտարակ ենք եղել ամբողջ աշխարհում։ Եթե դուք նայեք միջազգային լրատվամիջոցների խորագրերը, չգիտեմ, դրանք ուղղակի ամոթ է։ Եվ դու նայում ես, որ երկրի ղեկավարությունը, որոնք ամեն վարքյանը պիտի օգտագործեին մեր պետականությունը զորացնելու, մեր անվտանգային խնդիրները լուծելու 15 րոպեն մեկ ստատուսներ են գրում, բայց պետությունը չի ղեկավարվում ստատուսներով։ Սա մեր ողբերգություններից մեկն է։ Նրանք կատարում որ տեղեկություններ կան, որ չի սահմանափակվելու միայն Միքայել Սրբազանի ձերբակալությամբ, այլ նաև Բուխարեստ առաջնորդին են ցանկանում ձերբակալել նաև Արշակ Սրբազանին եւ հետագան նաև վեհապարի հետ կապված։ Դուք ինչ վտանգներ եք տեսնում, այսինքն 1-2 հոգու հարց չէ։ Ես որևէ բան չեմ կարող հերքել, որովհետեւ ամեն ինչ սպասելի է։ Հնարավոր է նաև բոլոր հոգևորականներին պարզապես ձերբակալեն եւ նրանց տեղը, ասենք, բերեն թուրք մոլաների։ Իսկ ժողովրդի այս դժգոհությունը տեսնելով իշխանությունը ինչ եք կարծում, իրատեսական է, որ կարող է հետ քայլ անել եւ հանգիստ թողնել։ Տեսեք, ամեն դեպքում այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ որքան էլ որ Միքայել Սրբազանը ցանկանում էր կամավոր կերպով ներկայանալ քննչական վարչություն, ժողովուրդը պարզապես կանգնեց եւ 3 անգամ թույլ չտվեց։ Սա նշանակում է, որ իսկապես մեր ժողովրդի գոնե գիտակից խավի համար այս ամեն ինչ որ կատարվում է խայտարակությունը։ Ես վստահ եմ, որ համերաշխության, միասնականության ոգով պիտի կարողանանք բոլոր խնդիրները հաղթահարել։ Ի վերջո, մեր աղոթքը ամենօրյա մեր երկրի խաղաղության, անվտանգության, մեր ժողովրդի բարօրության եւ միասնության համար է։ Ուրեմն վեհապարին հեռացնելու ընդամենը մեկ տարբերակ կա։ Վեհապարին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որը նաև իրավասու է նրան հեռացնելու։ Իսկ այս ժողովը չի հրավիրել, ինքը պիտի որոշի։ Բայց եթե բարձրացնի հոգևորականներին կանոնավորումներ լինեն, այս դեպքում ավելի հետ չի լինի իրավունք գործել։ Ոչ։ Շնորհակալ։ Խնդրեմ, լավ եղեք ուշ։ Դատարկեն եկեղեցիները լսեն մոլաներով խայտարակություն։ Զրուցում էինք Հայր Զաքարիայի հետ, նա նշեց, որ այն ամենը, ինչ այսօր իշխանությունը իրականացնում է առաքելական եկեղեցու հանդեպ, դա որևէ կերպ չի անդրադառնալու առաքելական եկեղեցու հեղինակությանը։